Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Թագավորներու առաջին գիրք 9-րդ գլուխ Սավուղ Գանտիբի Սամվելի Փենիամինյաններեն գիս անունով զորավոր գդրիչ մգար ան Փենիամինյան Ափիայի որդիին Փեկովրաթի որդիին Սերուրի որդիին Ափիելի որդիներ ան Սավուղ անունով որդի մուներ որ վայելչակեղ երդասարդ մներ Իսրայելի որդիներու մեջ իր մե վայելչակեղ մարդ չգար ամբողջ ժողովուրդեն ավելի բարձր էր ու սերեն վեր Սավուղի հոր գիսի էշերը գործվեցան ուստի գիս իր որդին Սավուղի ասավ գաղերսեմ արկեզի հետ սպասավորները մեկը գանկնե ու քնա էշերը փնտրե անալ Եփրեմի լերնեն անցավ նաև Սաղիսայի երկրեն անցավ բայց անոնք չկդան հետո Սաղիմի երկրեն անցան սակայն հոնալ չէին ապա Փենիամինյաններու երգիրը անցավ ու հոնալ զանոնք չկդան երբ անոնք սուպի երգիրը ասան Սավուղ իրեն հետ եղող սպասավորին ասավ Եգուր վերադառնանք որբեսի հայրս մեզի համար չմտահոգվի էշերուն հոգեն հրաժարելով բայց ան իրեն ասավ գաղերսեմ ահա այս քաղաքի մեջ Աստուծո մարդ մգա որ բադվավոր մարդ մնե անոր ամենը սածը անշուշտ գիրակորձվի այժմ հոն երթանք դերևս մեր երթալիք ջամփան մեզ իմացնե Սավուղ իր սպասավորին ասավ բայց եթե երթանք այդ մարդուն ինչ պիտի դանինք արտարե մեր դոբրակներու մեջ եղած հացը հադած է եւ Աստուծո մարդուն դանելու ընձամը չունինք մերքով ինչ ունինք սպասավորը վերստին Սավուղի պատասխանեց ահա քովս քարորդ սիգ արձատ կա զայն Աստուծո մարդուն գուտամ որբեսի մեր ջամփան մեզի իմացնե առաջ երբ Իսրայելի մեջ մարդ մը երթար Աստուծո խորհուրդ հարցնելու սա գսեր եկեք դեսանողին երթանք քանի որ այսօր մարգարե գոչվողը առաջ դեսանող կգոչվեր Սավուղ իր սպասավորին ասավ լավը սիր եկուր երթանք եւ Աստուծո մարդուն փնագած քաղաքը կացին Երբ իրենք զարիվերեն թեպի քաղաքը կբարձրանային, քանի մը երդասարտուհիներու հանդիպեցան, որոնք դուրս գելեին ճուր քաշելու, եւ անոնց ասին. Դեսանողը հոս է։ Անոնք իրենց պատասխանեցին. հոս է։ Ահա քո արջևը թե։ Հիմա շտաբե, քանի ան այսօր քաղաք եկավ։ Այսօր ժողովուրդը բարձր դերին վրա զոհ պիտի։ Երբ քաղաքը մտնեք, զայն հոնգը գտնեք, քանի որ ան բարձր դերը ելած չէ ուդելու համար արտարե մինչև անոր քալը ժողովուրդը չուդեր որովհետև անիգա գործն է զոհը անգե յետք հրավիրալներ գուտեն հիմա բարձրացեք քանի որ այսօր պիտի գտնեք զայն իրենք ալ քաղաքը բարձրացան երբ քաղաքը գմտնեին ահա Սամվել բարձր դերը ելելու համար իրենց թիմած դուրս ելավ Սավուղի քալեն օրը առաջ դերը Սամվելի թիմած իմացուցեր էր ասելով վաղը այս ադեն Փենիամինի երկրեն քեզի մարդ մը պիտի ղրգեմ Զայնիմ ժողովուրդիս Իսրայելի վրա առաջնորդ օձե որբեսի անիմ ժողովուրդս փղշտացներուն ցերկեն ազատե արտարև ժողովուրդիս դարաբանկին նայեցա որովհետև անոր աղաղակը ինձի հասավ Երբ Սամվել Սավուղը տեսավ դեր անոր ասավ ահա այս է քեզի ասած մարդս ասիգա իմ ժողովուրդս պիտի առաջնորդե Սավուղ դրան մեջտեղը Սամվելի մոտեցավ եւ ասավ Գաղերսեմ ինձի ցուցուր թե ուր է դեսանողին դունը Սամվել Սավուղի պատասխանեց Դեսանողը ես եմ Իմ արջևես ելիր բարձր դեղը որովհետև այսօր ինձի հետ պիտի ուտեք Վաղը քեզ պիտի ղրգեմ ու սիրտիդ մեջ եղած ամեն ինչ քեզի իմացնեմ Երեք օրեի վեր գործված էշերուտ համար մի մտահոգվիր Քանի որ անոնք գտնված են Իսրայելի բոլոր ցանկալի բաները որուն հատկացված են Միթե քեզի ու հորդ ամբողջ դան չեն Սավուղ պատասխանեց Ես Փենիամինյան չեմ Իսրայելի դողմերուն ամենեն բզդիգեն Եվ իմ ասկադոմս Փենիամինի դողմին բոլոր ասկադոհմերուն ամենեն փոքրը չէ Ուստի ինչու այդպես կխոսիս ինձի Սամվել արավ Սավուղն ու անոր սպասավորը Զանոնք ջաշի սենյակը դարավ եւ զանոնք հրավիրյալներուն գլուխը նստեցուց անոնք 30 մարդու չափ էին
Սամվել խոհարարին ասավ. «Փեր այն բաժինը, որ քեզի դվի, որուն համար քեզի հրամայեցի, քովդ դիրզայն»։ Խոհարարը զիստը վրայի միսով վերցուց ու զայն Սավուղի արջև դրավ։ Սամվելը ասավ. «Հավասիկ մնացածը, զայն արջևը թիր եւ գեր, արդարև այս սահմանված ատենին համար անբահված է քեզի համար, քանի ըսի թե ժողովուրդը հրավիրերեմ»։ Ուստի Սավուղ այդ օրը Սամվելի հետ ջաշեց։ Երբ բարձր դերեն քաղաքի իջան, Սամվել իր դանիքին վրա Սավուղի հետ խոսեցավ։ Արդուն գանուխ ելան, ու երբ արշալույսը ծագեցավ, Սամվել Սավուղը դանիքը կանչեց եւ ասավ. «Գանքնե, որ քեզ ուղարկեմ»։ Սավուղ գանքնեցավ, ու երկուքն ալ դուրս ելան, ինք եւ Սամվել։ Մինչ անուն գիչնեին դեպի քաղաքին ծայրը, Սամվել Սավուղի ասավ. «Հրամայե սպասավորին, որ մեր արջևը անցնի»։ Անալ անցավ։ Իսկ դուն հիմա հոսկեցիր, որբեսի Աստուծո պատկամը քեզի իմացնեմ։ Փառք քեզ Տեր Աստված մեր։ Ամեն։